Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր հունիսի 12-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը, ես պետք է ասեմ, որ այսօր նորից ես կկենտրոնանան այն հետևանքների, որոնք մենք տեսնում ենք ընտրություններից հետո, հունիսի 7-ին անցավ ընտրությունները ազգային ժողովի Հայաստանում ու այդ ընտրություններից հետո մենք տեսնում ենք զարգացումներ մի կողմից դրսից մենք տեսնում ենք մեծ process շնորհավորական Նիկոլ Փաշինյանի եւ իր քաղաքապայմանագրի նկատմամբ վերընտրվելու կապակցությամբ այսօր ես կխոսեմ պարոն Էրդողանի Թուրքիայի նախագահի եւ պարոն Շարիֆի Պակիստանի վարչապետի շնորհակալական նամակների մասին շնորհավորական նամակների մասին իրանք շնորհավորեցին Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ նաև մենք տեսնում ենք դեստրուկտիվ քայլերը Ռուսաստանի կողմից Ռուսաստանը որը ընտրություններից անմիջապես հետո շոկի մեջ չէր սպասում որ այս մեծ ճնշումը որը իրանք գործադրել են Հայաստանի դեմ ուղված Հայաստանի կառավարության դեմ ուղված ազդեցություն չունեցավ ժողովուրդը վերընտրեց Նիկոլ Փաշինյանին բայց կամաց շոկից դուրս են գալիս երեք այսօր հայտարարություններ հնչեցին Ռուսաստանի կողմից Շատ հետաքրքիր գիծ են իրանք տանում, իրանք ուզում են լեգիտիմությունը մեր ընտրությունների հարցականի տակ դնել, ներսում ռուսամետ ուժերը հիմա ակտիվացան, դուք գիտեք, այսօրվա օրը ինչով է կարևոր, այսօր ժամը 2-ին ավարտվեց վերահաշվառման process-ը, դուք գիտեք, օրենքի համաձայն ընտրական օրենսգրքի կուսակցությունները որոնք մասնակցել են ընտրությունների իրանք ունեն բողոք ներկայացնել վերահաշվարկ պահանջել տարբեր տեղամասերում որտեղ որ իրանք համարում են որ սխալներ կային խախտումներ կային այդ վերահաշվառման process-ը որը տեղամասային ընտրատարածքներում անցկացվում էր վերջի 3 օրը Այսօր ավարտվեց ժամը 2-ին ինչ որ արդյունքներ կան, որոնք ինչ որ հարցեր բարձրացնում են, առաջացնում են ու բերեցին նրան, որ ուժեղ Հայաստանը հայտարարությունով հանդես եկավ, որ այս ընտրությունները արդյունքները չեղյալ համարվեն, պահանջ այն երկու տեղամասերում, որտեղ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում ընդունեց չեղյալ համարել ընտրությունները, այնտեղ նոր ընտրություններ, կրկնակի ընտրություններ անցկացնել մեկ շաբաթվա ընթացքում, պարոն Ծառուկյանը հանդես եկավ ելույթով, որ իրանց մանդատները գողանում են, կոչ արեց կենտրոնական ընտրական հանձնաժողով մոտ հավաքվել իրանց կողմնակիցներին Բուրըն հիմա զարգացումներ սպասվում են Հայաստանում, ներքին քաղաքականության ոլորտում ես համարում եմ, որ փորձ կարվի, նաև Ռուսաստանը դրսից կփորձի խրախուսել այդպես ապակայունացման process մեզ մոտ պետք է հասկանալ, որ այդ վտանգները կան ու ավելին ես օրինակ ուշադրություն դարձրեցի, որ վերջի ուղղակի այս 2-3 օրը թիրախավորվում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը իր քաղաքապայմանագիրը, նաև փորձագետները, ովքեր եվրոպական ուղղությամբ կողմնակից են, ովքեր ժողովրդավարության կողմնակից են, որ Հայաստանը դեպի ժողովրդավարության գնա, մենք ենք դառնում ենք թիրախ փորձ է արվում վարկաբեկել, ստեր տարածել, մեր հասարակությունը այդ խնդիրների մասին պետք է իմանա Ուրեմն սկսում ենք մեր այսօրվա աշխատանքը, ես պետք է խնդրեմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, քանի որ դա անչափ կարևոր է, որ հայությունը ամբողջ աշխարհով մեկ ստանա ավելի օբյեկտիվ ինֆորմացիա, ուսումնասիրելով, նայելով Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքը եւ պարզ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ավելի օբյեկտիվ ինֆորմացիա ունենան։ Ուրեմն սկսում ենք այսօրվա աշխատանքը։ Բուլղարիայի վարչապետը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին Բելգիայի վարչապետը շնորհավորեց։ Շատ կարևոր է, որ Արաբական Էմիրատների նախագահան շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին։ Հաղթանակի կապակցությամբ։ Էմանուել Մակրոնը վաղուց է շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին, բայց Ֆրանսիայի արտգործնախարարն էլ իր հերթին շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին այս հաղթանակի կապակցությամբ եւ իր կուսակցությունը քաղաքապայմանագիրը վերընտրվելու կապակցությամբ։ Պարոն Էրդողանը, Թուրքիայի նախագահ, ճիշտն ասած շատ ջերմ
շատ լավ նամակ ուղարկեց հայ ժողովրդին, ինքը ասեց, որ թուրք ժողովրդի անունից եւ իր անունից ինքը շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքապայմանագրին այս հաջողության այս հաղթանակի կապակցությամբ ու շնորհավորեց, որ Նիկոլ Փաշինյանը կարող է երրորդ անգամ ձևավորել իր կառավարությունը։ Ինքը ասեց, որ Նիկոլ Փաշինյանի այս տեսլական այդ մոտեցումները խաղաղության ուղղությամբ հաջողությամբ կհասնեն, քանի որ շատ կարևոր են ու կբերեն հաջողության ու խաղաղության մեր տարածաշրջանում, եւ ինքը ասեց, որ ինքը ցանկանում է առողջություն եւ բարգավաճում Նիկոլ Փաշինյանին անձամբ եւ ամբողջ հայ ժողովրդին երջանիկ լինելու, բարգավաճելու։ Պարոն Շարիֆներ, Պակիստանի վարչապետը իր նամակն էր շատ նման էր պարոն Էրդողանի նամակին, բավական ջերմ էր մեր ժողովրդի նկատմամբ, եւ պետք է ասեմ, որ պարոն Շարիֆի նամակում նաեւ մի լրացուցիչ բան կար, որ Պակիստանը մեծ տեղ է տալիս, որ պարոն Փաշինյանը Ալիևի հետ իրանք այդ կոնստրուկտիվ համագործակցում են, որ խաղաղություն լինի հարավային Կովկասում։ Ադրբեջանը 17 վագոն դիզ վարելիք ուղարկեց Հայաստան, ինչը շատ կարևոր է հիմա, երբ որ գյուղատնտեսական աշխատանքներ գնում են, անչափ կարևոր է դա, ու հաշվի առնելով, որ Ռուսաստանը այլևս ոչ մի դրական քայլեր չի անում, փակեց մեր ապրանքների համար շուկան, նաև այդ գյուղատնտեսական ապրանքների համար ռուսական շուկան, այդ ֆոնի վրա այս դեպի քայլեր Ադրբեջանի կողմից անչափ կարևոր են Հայաստանի համար։ Ես պետք է ասեմ, որ Ռոսսելխոզնadzor, այդ ռուսական պետական ինստիտուտը, որը կարգավորում է այդ հարցերը, որ ապրանքները կարող են մտնել գյուղատնտեսական օրինակ ապրանքները, որոնք կարող են Ռուսաստան մտնել, դա Ռուսաստանը օգտագործում է որպես քաղաքական մահակ ու իրանք երեք որոշում ընդունեցին այսօրվանից, հունիսի 12-ից ընդհանրապես փակել ռուսական շուկան բոլոր առանց բացառությամբ հայկական ապրանքների համար, ավելին իրանք տրանզիտն էլ փակում են, քանի որ ինչ որ ապրանքներ Ռուսաստանի տարածքով Հայաստանի ապրանքներ օրինակ գնում են Ղազախստան, Ղրղստան, քիչ է շատ է, բայց գնում են, այս տրանզիտներ իրանք փակեցին։ Ուրեմն Ռուսաստանը այդ շոկից կամաց դուրս գալուց հետո փորձում է ճնշումը ուժեղացնել Հայաստանի դեմ մեր սուվերենությունը թուլացնելու համար եւ կասկած ես չունեմ հարցականի տակ դնելու համար մեր ընտրարշավը, ընտրական process-ները։ Դուք հիշում եք եւ Պեսկովը, եւ Սերգեյ Լավրովը երեք չարաչորը եւ Մարիա Զախարովան կասկածի տակ դրեցին մակրությունը մեր ընտրությունների, անընդհատ ասելով, որ մենք ստանում ենք շատ ու շատ ինֆորմացիա, որ խախտումներ են եղել են, կոպիտ խախտումներ, ուրեմն մենք չենք ճանաչում դեր ընտրությունները, մենք սպասում ենք ամսի 14-ի հունիսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի Հայաստանի վերջնական արդյունքները։ Էս է ասում Ռուսաստանը, բայց իր քայլերը շոկից դուրս գալուց հետո այսօր անում էին բացասական մեր դեմ ուղված, դա նշանակում է, որ Ռուսաստանը մոտ ժամանակներս չի ճանաչի իմ կարծիքով մեր ընտրությունների արդյունքները, ու չեմ սպասում, որ Պուտինը արագ կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին, գոնե այս տենդենսը ես տեսնում եմ, բայց շատ կարևոր է նաև հասկանալ ինչ քայլեր է անում Ռուսաստանը զուգահեռ։ Ուրեմն Պանֆիլովան, Էլա Պանֆիլովա, ով է Էլա Պանֆիլովա, Ռուսաստանը ունի կենտրոնական ընտրական հանձնաժողով, մենք բոլորս գիտենք, որ Ռուսաստանում ընտրություններ չեն անցնում, բայց ֆորմալ այդ հանձնաժողովը կա ու ղեկավարը Էլա Պանֆիլովան։ Ինքը ինչ է ասում։ Մենք ուղարկել ենք Հայաստան կենտրոնական ընտրական հանձնաժողովից 26 հոգի, 24 հոգի տարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ Ռուսաստանի տարածքային ընտրական հանձնաժողովներից 24 հոգի ու 2 հոգու ուղարկեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Այս 26 հոգին եղել են Հայաստանի ընտրություններին 180 տեղամասերում ու տեսել են լուրջ խնդիրներ ու հիմա իրանք պատրաստում են մեզ համար ամփոփ վերլուծություն անալիտիկ տեղեկանք, որ Հայաստանում լուրջ սխալներ կային։ Ուստեղ առաջանում է հասարակ հարց.
Ռուսաստանը ու Ռուսաստանի դիտորդները մտնում էին ԱՊ երկրների դիտորդների մեջ։ ԱՊ երկրների դիտորդները գրեթե բացասական բաներ չեն ասել, ուղիղ հակառակը ասեցին ընտրության օրը ամեն ինչ շատ լավ էր։ Ու ստացվում է հիմա Ռուսաստանը միջից հանում է ռուսաստանյան դիտորդներին, ու այս ռուսաստանյան դիտորդներին Էլլա Պանֆիլովան հանձնարարական է տալիս բացասական բաներ ասել։ Զուգահեռ ինքը ասեց, որ Եվրամիությունը փտած կառույց է, չի աշխատում, Հայաստանը ժողովրդավարությունից շատ հեռու է, ինչի մասին է խոսքը, փոխարեն զուգահեռ նաև քաղաքական գնահատականներ իրավիճակի տվեց, բայց ես չեմ համարում պատահական, որ Ռուսաստանը միացրեց Էմմա Պանֆիլովային այս արշավին մեր ընտրությունների դեմ, մեր ժողովրդավարության դեմ, քանի որ Էլլա Պանֆիլովան ի պաշտոն է կենտրոնական ընտրական հանձնաժողովի Ռուսաստանի ղեկավարն է, ու ինքը ասում է, որ մենք տեսնում ենք, որ լուրջ սխալներ էին, ֆալսիֆիկացիաներ ընտրությունների ժամանակ, ինչի ուրիշները չեմ տեսել, այլ մեր դիտորդները ԱՊ երկրների շրջանակներում դա տեսել են։ Վտանգավոր է Ռուսաստանը փորձում է վիճարկել մաքրությունը մեր ընտրությունների։ Ու ավելի ուշ, երբ որ ես ձեզ ներկայացնեմ ինչ քայլեր հիմա պլանավորվում են անել ու նոր սրծում մտցնել մեր ներքին կյանքի մեջ ռուսամետ ուժերը, դուք հասկանաք, որ այս process-ները պատահական չեն, զուգահեռ գնում են, ինչ որ առնչություն իրար հետ ունեն։ Բայց միջ այդ ես ուզում եմ անպայման ներկայացնել մի քանի քայլեր, որը անում է մեր կառավարությունը այս փուլում անչափ կարևոր։ Նիկոլ Փաշինյանը ակնհայտ է, որ հասկացավ, որ պետք է գործել ավելի ակտիվ գործել։ Ոչ միայն պայքարում կոռուպցիայի դեմ, ոչ միայն պայքարում այն հնարավոր կամ եղած ֆալսիֆիկացիաների ընտրությունների ժամանակ կաշառքի բաժանում, ոչ միայն դրա դեմ կոշտ պայքարել, հասկացան, բայց նաև իրականացնել ծրագրերը էլ ավելի արագ պետք է։ Ոստեղ ես մի քանի բաների մասին ուզում եմ ասել, երեք եւ պրես-կոնֆերանս անցկացրեց լրագրողների համար Նիկոլ Փաշինյանը եւ կառավարության նիստում խոսեց, ոստեղ ես առանձին շատ կարեւոր կետեր նշեցի։ Նու առաջինը Նիկոլ Փաշինյանը ասեց, որ օրինակ Հոլանդիան մեր ծաղիկ արտադրողների համար իր շուկան բացեց։ Ղազախստանի ու Ղրղստանի հետ կապված ապրանքները, որոնք գնում են այդ երկրները, մեծ է, փոքր է ծավալը, հիմա կարևոր չի, ինքը ասեց, մենք Ադրբեջանի միջոցով կարող ենք ուղարկել, այստեղ խնդիր չկա, Ադրբեջանը համաձայն է, քանի որ ես նոր ասեցի, տրանզիտը Ռուսաստանը մերժում է։ Հիմա մեր ապրանքները, որոնք Ղազախստանի համար էին, Ղրղստանի համար, քիչ է, շատ է նշանակություն չունի, բայց չեն կարող մտնել Ռուսաստանի տարածքով։ Ու դրան պատասխանեց Նիկոլ Փաշինյանը, մենք Ադրբեջանի միջոցով կուղարկենք։ Մյուսը Նիկոլ Փաշինյանը ասեց, որ հայ-թուրքական առևտուրը հիմա օֆիցիալ դարձավ երկկողմ, դա էլ շանս տալիս է, որ մեր ապրանքները ավելի հեշտ կարող են դուրս գալ այլ շուկաներ ու առաջերտին Եվրոպայի շուկա։ Նիկոլ Փաշինյանը նաև ասեց, որ խաղաղությունը կլինի, խաղաղության հարցով ոչ մի փոփոխություն չի լինի, խաղաղությունը կհաստատվի։ Ու ինքը ասեց, որ TRIP ծրագիրը, Դոնալդ Տրամփ ուղու ծրագիրը մենք արագ կսկսենք իրականացնել, այս տարվա երկրորդ կեսին կսկսվեն կոնկրետ շինարարական գործողությունները։ Ավելին Նիկոլ Փաշինյանը ասեց, որ այնտեղ ոչ միայն երկաթ գծի մասին է խոսքը Մեղրիով, նաև մի քիչ հյուսիս մի քանի կիլոմետր կլինի ավտոմոբիլային ճանապարհ եւ էլեկտրահաղորդման գիծ։ Շատ կարևոր ծրագրեր են, բայց Նիկոլ Փաշինյանը ասում է, հեսա մենք սկսում ենք իրականացնել։ Բացի դրանից Նիկոլ Փաշինյանը գիտեք շատ կարևոր միտք ասեց, քանի որ ռուսամետ ուժերի կողմից ուղղակիորեն դա շահարկվում է, ստերը տարածվում են, որ իբր Նիկոլ Փաշինյանը չի ուզում աշխատել Ռուսաստանի հետ, անհետեթություն է դա։ Նիկոլ Փաշինյանը նորից ասեց, մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ աշխատել, մենք պատրաստ ենք, եթե Պուտինը հրավիրի, ինքը ասեց, ես պատրաստ եմ գնալ Ռուսաստան, ու այդ մեսիջները ճիշտ մեսիջներ են, որ այդ աշխատանքը աշխարհի հետ չի ուղված Ռուսաստանի դեմ։ Բայց պարզ է, որ Ռուսաստանը չի ուզում, բայց ցավով պետք է ասեմ, ռուսամետ ուժերը, տարբեր իրանց շուրջ մարդիկ ինչ որ բաներ են խոսում, իբր
Փաշինյանը չի ուզում, հակառակը Ռուսաստանը չի ուզում, բայց ինչին իրանք տարածում են այդ սուտը, որ ասեն, որ այդ փչացումը, բարդացումը հարաբերությունների դրա մեղքը Փաշինյանի վրա է։ Հիմա Նիկոլ Փաշինյանին հարց տվեցին իմիջիալոց, եթե հապկից ձեզ հանեն, քանի որ դու գիտեք հապկի 20-րդ հոդվածի համաձայն, ես հիշում եմ դա 20-րդ հոդվածն է հապկի կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն պետությունները, ղեկավարները, հապկի անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանին առանց Հայաստանի համաձայնության հապկից հանել, ինքը պատասխանեց մենք գիտություն կընդունենք, բայց անդամավճարը չենք մուծի։ Ողջունում եմ այդ խոսքերը Նիկոլ Փաշինյանի ու ես պետք է ասեմ, որ եթե հանում են, թող իրանք հանեն։ Ես միշտ կողմնակիցն էի, որ Հայաստանը դուրս գա, բայց քանի որ հիմա նոր զարգացումներ են, Ռուսաստանը չի ուզում ճանաչել լեգիտիմությունը նոր կառավարության, ուրեմն եթե ուզում են, թող հանեն։ Միգուցե դա էլ ճիշտ որոշում կլինի։ Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ շատ կարևոր ծրագիր կա Զվարթնոց օդանավակայանի ընդլայնումը։ Դու գիտեք, տուրիստների թիվը ավելանում է։ Զվարթնոցում ինչքան էլ լավ չաշխատեն, սահմանափակ փակ տարածք է ու Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ Զվարթնոցը պետք է մեծացնես, ընդլայնես։ Մեղրի անցակետը, դու գիտեք, Իրանի հետ երկրորդ անցակետ Մեղրի անունով հիմա պետք է բացվի մինչև տարվա վերջը։ Նիկոլ Փաշինյանը եւ համապատասխան նախարարը ասացին, որ այդ աշխատանքները գնում են, բայց կբացվի ոչ թե 26 թվի այս տարվա վերջում, այլ մյուս տարվա սկզբին։ Բայց այս դեպի շատ կարևոր ծրագրերը պետք է արագ իրականացվեն ու կառավարությունը դա հասկացավ։ Դա է պատճառը, որ հիմա շտապում է կառավարությունը։ Այս ընտրությունները շատ ու շատ բաներ բացեցին կառավարության համար, վտանգները եւ ավելին ձեզ ասեն, Բագրատաշեն գիտեք անցակետը ինչքան կարևոր է Վրաստան-Հայաստան հարաբերությունների համար, հիմա գիտեք այնտեղ ընդլայնվում է այս անցակետը։ Ուրեմն մենք պետք է ասենք, որ այս աշխատանքները անչափ կարևոր են։ Դուք գիտեք, ասել եմ ձեզ, որ Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց չսպասել Ռուսաստանի երկաթգծերի քայլերը, որոնք կոնցեսիա ունեն Հայաստանի երկաթգծերի վրա, չսպասել, որ իրանք կվերանորոգեն այն հատվածները երկաթգծի, որոնք մեզ կապում են Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, Երասխի ուղղությամբ եւ Ախուրիկի ուղղությամբ Ղարս Գյումրի հատվածում։ Այնտեղ երկու ուղղություններ, մեկը Երասխով դեպի Նախիջևան, մյուսը Ղարսով Գյումրիով դեպի Ղարս, անչափ կարևոր է վերականգնել ու համապատասխան նախարարը Խուդատյանը, այդ ինֆրաստրուկտուրայի նախարարը, ինքը հայտարարեց, որ այստեղ տենդերները հայտարարված են ու Հայաստանը կսկսի մոտ ժամանակներս աշխատանքները այդ ուղղությամբ։ Հատուկ նշում եմ, ինչքան կարևոր են դա, որ այդ կոնկրետ ծրագրերը իրականացվեն, քանի որ ապաշրջափակման process-ը սկսվեց, դու պետք է պատրաստ լինես, քո ինֆրաստրուկտուրան պետք է պատրաստ լինի, ինչքան կարելի է շուտ սպասել Ռուսաստանին անիմաստ է, իրանք դեմ են այդ process-ների։ Հիմա ընդդիմությունը ակտիվացավ, այդ ակտիվությունը արտահայտվում է նաև նրանով, որ ընդդիմությունը ասում է, որ մենք դժգոհ ենք վերահաշվառման process-ով, վերահաշվառումը, հիշում եք, ես ասել եմ ձեզ, սկսվեց ամսի 9-ին հունիսի, օրենքի համաձայն, օրենսգրքի համաձայն ընտրական ու ավարտվեց այսօր ժամը 2-ին։ Վերահաշվարկ արվեց 555 ընտրատարածքներում։ Ինքը փաստ է, որ իշխանությունները ու կենտրոնական ընտրական հանձնաժողովը ազատ առանց խոչընդոտի համաձայնվեց այդ բոլոր բողոքների հետ ընդդիմության, որ այդ բողոքների պահանջով վերահաշվարկանել, ինքը փաստը շատ բանի մասին է խոսում։ Ես հիշում եմ նախկիների ժամանակ, երբ որ ընդդիմությունը պահանջում էր մեկ ընտրատարածքում վերահաշվարկանել, դա գրեթե պատերազմի հասնում էին հարաբերությունները ընդդիմություն իշխանություն։ Հիմա իշխանությունները ինչ ուղարկեցին պահանջ ընդդիմադիր մի քանի ուժեղ Հայաստան կա, Հայաստան, Բարգավաճ Հայաստան, բոլոր այս պահանջները կամ վերահաշվարկ անել, կամ չեղյալ համարել այս կամ այն տեղամասերում արդյունքները,
ուսումնասիրում է իշխանությունները, ուսումնասիրեցին։ Հիմա մեկ նարատիվի մասին ու հետո կասեմ ինչ զարգացում գնում է հենց վերահաշվարկի հետ կապված։ Ուրեմն ընդդիմադիր դեմքերը, ոչ միայն մասնակցող ընտրությունների, նաև տարբեր դեմքեր ընդդիմադիր ինչ են ասում, որ Նիկոլ Փաշինյանը մեծամասնություն չունի, то есть իր օգտին 50%-ից ավել չքվեարկեցին։ Իրոք շատ մոտ էր 50%-ի քվեարկողների թիվը, բայց 50-ը չանցան, ուրեմն ինքը մեծամասնություն, հայ ժողովրդի մեծամասնության վստահություն չի վայելում։ Ուրեմն այս ձևի դատողություններ ճիշտ կլինեն նախագահական համակարգում, երբ որ նախագահի, ասենք, ընտրված մարդը հավաքեր 50%-ից պակաս, դա կպահանջեր, գիտեք, երկրորդ փուլ, ամենաշատ ձայներ հավաքող երկուսից, որ երկրորդ փուլով ընտրվեր վերջնականորեն նախագահ։ Բայց մենք նախագահական համակարգում չենք։ Նախագահական համակարգում շատ կարևոր է, որ նախագահան, որը ընտրվում է, որ հավաքի 50%-ից ավել մասնակցող ընտրություններին մարդկանց թվից։ Բայց պարլամենտական համակարգը էականորեն տարբերվում է։ Պարլամենտական համակարգում տրամաբանությունը այլ է, մենք պարլամենտական համակարգում ենք։ Ու այդ համակարգում, օրինակ Եվրոպայում, դուք նկատել եք, գրեթե չեն լինում կուսակցություններ, որոնք 50%-ից ավել են հավաքում, ավելի քիչ են հավաքում։ Ու նայեք ինչն է հետաքրքիր։ Ասենք հավաքեցին ինչ-որ կուսակցություններ Եվրոպայում, ինչ-որ երկրում, ու մեկը հավաքեց 45% ձայն։ Դա համարվում է շատ, ինչու։ Քանի որ պարլամենտ մտած ֆրակցիաները այնտեղ վերահաշվարկ է արվում ձայների, ինչու։ Քանի որ մի շարք կուսակցություններ, որոնք չանցան, տարան իրանց հետ ձայներ։ Այս ձայները վերահաշվարկ է արվում այն կուսակցությունների, ովքեր անցան այդ շեմա անցողիկ։ Մեր շեմը 4% է կուսակցությունների համար, 8% դաշինքների համար։ Այդ շեմա անցած ուժերը իրենց համար վերաշարք է արվում, որ չկորցնենք այն ձայները, որոնք այլ կուսակցությունները տարան, որոնք չանցան պարլամենտ։ Ու այդ վերահաշվարկը բերեց օրինակ վերջի ընտրությունները ես նայեցի Հունգարիայի, երբ որ Պետեր Մադիարը ջախջախեց նախկին վարչապետ Օրբանին, բայց ինքը չհավաքեց 50%, հավաքեց, եթե չեմ սխալվում, 47%-ի կարգի։ Բայց դու կարող ասել, տեսակ, ստեղ ինքը չուներ մեծամասնություն, ոչ ուներ։ Պարլամենտական համակարգում պարլամենտ մտած ֆրակցիաները, նաև Պետեր Մադիարի վերահաշվարկ արվեց ու ինքը ստացավ 50%-ից ավել։ Ուրեմն պետք չի այս նարատիվը, որը գալիս է նաև Կրեմլից ասեցին, որ Նիկոլ Փաշինյանը տեսակ չկարողացավ 50%-ից ավել հավաքել, պետք չի տարածել Հայաստանում։ Ու ես մեր քաղաքական ուժերին խնդրում եմ, ուսումնասիրեք պարլամենտական համակարգի խաղի կանոնները։ Ուրեմն պարլամենտական համակարգում սխալ է ասել։ Հավաքեց 49% Նիկոլ Փաշինյանը, պարլամենտ մտավ ու վերահաշվարկը պարզ է կտա իրան նվազագույնը 58-60%։ Միտքս ինչու՞մ է։ Այ մեծամասնությունը հենց դա է, որոշվում է պարլամենտի ներսում անցած կուսակցությունների վերահաշվարկից հետո։ Դա առանձնահատկությունն է պարլամենտական համակարգում։ Շատերը ինձ ասում են, բայց օրինակ կոալիցիոն կառավարություն կա Եվրոպայում, այո, քանի որ շատ ու շատ ուժեր հաղթող Եվրոպայում ստանում են 25%, 30%, իրանք մտած պարլամենտի ներս վերահաշվարկից հետո նորից չեն ստանում 50%, հասկանում եք։ Դա է պատճառը, որ իրենք ուզած-չուզած պետք է մտնեն դաշինքների մեջ։ Նիկոլ Փաշինյանի դեպքում դաշինք պետք չի մտնել, իրանք մտան ազգային ժողով, վերահաշվարկը կտա նվազագույնը 58-ից 60%, նախնական տվյալները հիշում են։ Բայց եթե մեզ մոտ լինեին ընտրություններ, երբ որ առաջի տեղ զբաղեցրած ուժը ստանար ասենք 35%, վերահաշվարկը չէր տալ 50%, ուրեմն ներսում պարլամենտի մեզ մոտ անպայման պետք է կոալիցիա ստեղծվել։ Հիմա այս ընտրությունները չպահանջեցին կոալիցիա։
ու Եվրոպայում կան երկրներ, որ կոալիցիա չի պահանջում, վերջի Խորվաթիայի, Հունգարիայի ընտրությունները, բայց մեծ մասը եվրոպական երկրների վերահաշվարկից հետո պարլամենտում ցույց է տալիս, որ ոչ ոք մեծամասնություն չի ստանում, ուրեմն այնտեղ ստեղծվում են կոալիցիաներ։ Ուրեմն պետք է ջախջախել այս նարատիվը, որը տարածվում է Հայաստանում, որ իբր Նիկոլ Փաշինյանը մեծամասնություն չստացավ։ Նիկոլ Փաշինյանը լիարժեք մեծամասնություն ստացավ պարլամենտում։ Այո, սահմանադրական մեծամասնություն չի, բայց լիարժեք մեծամասնություն է ու լեգիտիմ իշխանություն է։ Հիմա ինչ վերաբերում է վերահաշվարկին։ Դուք գիտեք, եկավ ինֆորմացիա, որ երկու տեղամասերում դա մեկը Նուբարաշենն է Երևանում եւ Սյունիքում։ Երկու տեղամասերում կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահաշվարկից հետո չեղյալ համարեց ընտրությունները։ Ու դրա մեջ ես տեսնում եմ տրամաբանություն, օրինակ Սյունիքում 450 զինվոր քվեարկեց, բայց քվեարկեց ժամը երեկոյան 8-ից հետո, դա խախտում է օրենքի։ Օրենքը չի նախատեսում այս դեպի տարբերակներ։ Միայն 8-ից հետո կարող են քվեարկել այն մարդիկ, ովքեր տեղամասի ներսում էին։ Իրանք չես կարող հանել, իրանք իրավունք ունեն քվեարկել։ Բայց տեղ դրսից շատ ճիշտ որոշում է։ Հիմա մեծ աղմուկ է, որ դա միտումնավոր արվեց, քանի որ այնտեղ Բարգավաճ Հայաստանը 80-ի կարգի 80-83 ձայն ուներ, եթե չեմ սխալվում, ուրեմն միտումնավոր դա արեցին։ Ու ամենակարևոր ստեղ հարցը նա է, որ այդ բողոքը վերանայել արդյունքները այս տեղամասում, այդ բողոքը ներկայացրեց ուժեղ Հայաստանը, որ չեղյալ համարվի։ Ուժեղ Հայաստանը բողոք ներկայացրեց շատ հիմնավորված բողոք, ասեմ ձեզ, ուժեղ Հայաստանը, որ այս տեղամասում պետք է ստուգել, ստեղ կար կոպիտ ընտրական օրենսգրքի խախտում, մարդիկ 8-ից հետո երեկոյան քվեարկել են, դա խստիվ արգելվում է մեր օրենքի օրենսդրության համաձայն, ընտրական օրենսդրական։ Ու շատ ճիշտ է կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ համարեց այս արդյունքները։ Հիմա, քանի որ այնտեղ կորցրեցին 80, թե ինչքան ձայն Բարգավաճ Հայաստան, հիմա մեծ աղմուկ է, հիմա պլանավորում են մեծ բողոքի ակցիաներ կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև եւ այլն։ Այո, ազատություններ կան, բողոքի ակցիաներ մարդիկ թող անեն, ես խնդիր ստեղ չեմ տեսնում, բայց առաջինը բողոքը ստեղ ներկայացրեց ուժեղ Հայաստանը, ու բողոքը հիմնավորված էր կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարեց։ Էլի Նուբարաշենի տեղամասում չեղյալ համարվեցին, ու այնտեղ ես ինչքան հասկացա, ընտրակաշարքների չափը մեծ էր, կուտակումներ ինչ որ մարդկանց, դա էր պատճառը։ Բայց ստեղ էլ Բարգավաճ Հայաստանը մեծ թվով ձայներ հավաքեց ու ստացվում է, որ կորցրեց, ու դա հարցականի տակ է դնում Բարգավաճ Հայաստանի անցումը, այդ 4%-ի անցումը։ Ու ստեղ պարզ է, կարող է առաջացնել դժգոհություն, բայց միտքս ինչու է։ Այս բողոքները, այս տեղամասերի հետ կապված հենց են անդիմադիրները բարձրացրեցին։ Ուրեմն ես պետք է ասեմ, որ այդ վերահաշմարման process-ը ավարտվեց այսօր ժամը 2-ին, նայեք ինչ արդյունքներ կտա, ինչքան փոփոխություններ կատարվեցին, դրանից կախված է ինչքան մաքուր հաշվառման process գնաց մեր ընտրությունների ժամանակ ու ինչքան սխալներ արվեցին։ Բայց ինչքան ես հասկացա, ուժեղ Հայաստանը, ընդդիմադիր մեծ մասը ուժերի հիմա բարձրացնում են աղմուկ, ուժեղ Հայաստանը այսօր ինչքան հասկացա, պահանջում է, որ ընդհանրապես ընտրությունների արդյունքները անվավեր համարվեն, չեղյալ համարվեն, կան նաև պահանջներ այս երկու տեղամասերում կրկնակի քվեարկություն անցկացնել, դուք գիտեք, դա նախատեսված է օրենսդրության համաձայն, ու հիմա այդ խմբերը ընդդիմադիր եւ քաղաքական ուժերը եւ առանձին խմբերը կոշտ ընդդիմադիր հիմա մեծ աղմուկ են բարձրացնում դրա հետ կապված։ Ես ի սկզբանե ուզում եմ իրենց զգուշացնել,
շատ վտանգավոր տենդենս կլինի, եթե փորձ արվի դեստաբիլիզացնել Հայաստանը, ապակայունացնել Հայաստանը։ Վերաշվարկը արվեց, դժգոհիկ բարձրացրեք հարցը, բերեք ձեր արգումենտները, տեսակ, ես նոր բացատրեցի, որ այն, որ քննադատվում է, ինչու չեղյալ համարվեց Սյունիքում ընտրատեղամասում արդյունքները, դա բողոքը հիմնավորված չի, քանի որ հենց ճիշտ արեց կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ համարեց այնտեղ ընտրությունները, քանի որ լուրջ սխալ էր, 450 զինվոր ժամը 8-ից հետո քվեարկության մասնակցեցին, ինչը կոպիտ սխալ է օրենսդրությամբ։ Ուրեմն կենտրոնական ընտրական հանձնաժողովը ճիշտ որոշում է։ Հիմա մանիպուլյացիաներ կարվեն, հիմա ինչ որ աղմուկ կբարձրացվի, բայց խորհուրդ չեմ տալիս մեր ռուսամետ ուժերին ապակայունացնել Հայաստանը։ Ու զուգահեռ անցկացնեմ Ղարաբաղի հետ կապված 2003 թվին սեպտեմբեր, օգոստոս-սեպտեմբեր դուք հիշում եք ինչ լարված վիճակ էր Ղարաբաղում, ռուսա խաղաղապահները չէին կատարում, իրանց պարտականությունը չէին պաշտպանում մեր բնակչությունը Ղարաբաղում, լարված վիճակ էր, դուք հիշում եք, որ Ռուսաստանի առաջարկով այնտեղ Արայիկ Արությունյանին ստիպեցին, որ հրաժարական տա, դեստաբիլիզացիա մցրեցին, լեգիտիմությունը զրոյացավ Ղարաբաղի իշխանությունների, ինչով ավարտվեց դուք գիտեք։ Ու հենց պատճառներից մեկը, որը հետո բերում էր մեր հարևան երկիրը, ինչի ուժային քայլեր արեց, ասում են, այնտեղ ոչ մի լեգիտիմ չկար, ինչ որ զինված խմբեր էին։ Ես զգուշացնում եմ, որ ապա լեգիտիմացումը այն բավական հաջող ընտրությունների, որոնք անցան հունիսի 7-ին, թափանցիկ, տրանսպարենտ, դեմոկրատական, մրցակցային, կասկածի տակ դնելը դա հետևանքները լրջագույն կլինի։ Ուրեմն իրավունք ունեք բողոքելու, բողոքեք, բայց չափը իրավունք չունի ոչ ոք անցնել։ Կայունությունը պետք է պահպանվի ու իշխանությանը պետք է ասեմ շատ կարևոր բան, իշխանությունը պարզ է, շատ ուշադիր է, պարզ է, իրանք էլ մտահոգված են այս զարգացումներով, իշխանությունը կասկած ես չունեմ, քանի որ ներքին լեգիտիմությունը անչափ կարևոր գործոն է, իշխանությունները իրոք օրինական ընտրվեցին, վերընտրվեցին, բայց փորձ է արվում ապակայունացնել մեզ, Կրեմլը անընդհատ հարցականի տակ է դնում մեր ընտրությունների արդյունքները, իրանց կարծիքը կարելի է անտեսել, բայց իրանք ունեն ազդեցություն Հայաստանի ներսում։ Ես պետք է ասեմ, որ նաև թիրախավորվում են փորձագետները։ Այն փորձագետները մեր տիպի, ովքեր եվրոինտեգրացիայի կողմ են, ովքեր կողմ են, որ արդան ընտրություններ լինեն, ովքեր կողմ են, որ Հայաստանը շարունակի բազմավեկտոր քաղաքականություն։ Թիրախավորում են, այո, ու իշխանությունը պետք է հասկանա, որ թիրախավորում են պատահականություն չի, քանի որ հասարակական գործիչները, փորձագետները մեծ ազդեցություն ունեն, մենք ունենք մեծ ազդեցություն հասարակության մեջ, հենց դրա համար թիրախավորում են։ Այդ ինֆորմացիան պետք է ունենա իշխանությունը։ Նաև իշխանությունը շատ լավ է, որ ակտիվ հիմա գործում է, նաև շատ ուշադիր պետք է հետևի այս ներքին զարգացումների, քանի որ փորձ է արվելու ապակայունացնել Հայաստանը, դելեգիտիմացնել ընտրական process-ը։ Ես ավարտեցի իմ ելույթը, մինչ նոր հանդիպումներ։